եկեք մի պահ վերանանք դրանից, որ մենք պարտադիր պետք է այս հարցը տանք, թե բա ում ընտրենք, այդ ումը հասկանալով մեկ մարդու։ Իսկ գուցե ժամանակն է նաև մտածել կոլեկտիվ առաջնորդության մասին, թիմի մասին, կոլեկտիվ առաջնորդության մասին, որտեղ լիդերի հանգամանքը, առաջնորդի հանգամանքը, ի վերջո հասկանալի է, որ ընտրական օրենսգրքի պահանջի համաձայն պետք է ցուցակ կազմվի եւ այդ ցուցակը պետք է առաջի համար ունենա, գլխավորող լինի։ Բայց հասկանանք, որ այդ առաջի համարը կարող է պարզապես լինել առաջինը հավասարների մեջ, կոլեկտիվ առաջնորդության թիմի առաջին համարը առաջինը հավասարների մեջ։ Մենք Հայաքվե ազգային քաղաքացիական միավորումը մասնավորապես գնահատելով քաղաքական դաշտն ու իրավիճակը, մենք մասնավորապես այսպես ենք տեսնում, կոլեկտիվ առաջնորդություն ենք տեսնում, որտեղ կոլեկտիվ առաջնորդությունը նաև ենթադրում է ավելի մեծ լեգիտիմություն, նաև ենթադրում է ավելի շատ հայացք մի խնդրի վերաբերյալ, ավելի շատ փորձառություն, ավելի շատ կապեր, եւ կոլեկտիվ առաջնորդության դեպքում կարևոր չի լինում, շատ այդքան կարևոր չի լինում, որ մարդը, ենթադրենք քաղաքական ամբիցիաներ ունեցող գործիչը, ինքը ինչ որ այդպես շատ խիստ իր ամբիցիաները դրսևորի, ես օրինակ չգիտեմ, պարտադիր այս պաշտոնում պետք է լինեմ, ոչ, կոլեկտիվ առաջնորդությունը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր ոք իրեն վստահված ոլորտում պատասխանատվությունը վերցնում է իր վրա, որովհետև գիտի, որ իր թիմի յուրաքանչյուր անդամ նույնպես իր տեղում է եւ պատասխանատվությունը վերցրել են եւ բոլորը գիտեն, թե իրենք ինչի համար են եկել, ինչ գործ են կոչված անելու։